Ողջույն, հարգելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի ուղիղ եթերում մենք հաղորդաշարն է, իսկ այսօր հյուրս Արցախի Հանրապետության կրթության, գիտության նախկին նախարար պատմաբան Անահիտ Հակոբյանն է։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան հրավերս ընդունելու համար եւ այսօր մեր զրույցը կառաջարկեմ հետեւյալ թեմայով սկսել, ինչի շուրջ արդեն մի քանի օր է բոլորս խիստ մտահոգված ենք։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության կառավարության Հունգարիայի կառավարության որոշումամբ ինչ որ ծրագիր է իրականացվում, անունը դրել են ճամբար, Արցախի 1000 երեխաների պետք է տանեն այդ ճամբարը, ամառային ճամբար է կոչվում դա, թե քանի օրվա հիմա դուք կասեք, ուրեմն արդեն իմ տեղեկություններով եւ ըստ լուրերի 120 երեխա արդեն տարել են Հունգարիա, ես մինչ մեր եթեր դուրս գալը փորձեցի հասկանալ ինչի հետ մենք գործ ունենք, մի քիչ փորփրեցի եւ պարզվեց ինչ, որ այս ծրագիրը, այսպես ասած, ստվերային հարթության մեջ ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Հիմա ուզում հասկանանք, արդեն իսկ իդեպ Տիկին Հակոբյան ասեմ, որ այս ծրագիրը հրեշավոր ծրագիր է, այդպես անունն է ստացել եւ դա կարծում եմ բոլորովին պատահական չէ։ Փորձենք հասկանալ ինչու Հունգարիա, ինչ երկիր է Հունգարիան, ինչ նպատակներ կան եւ արդյոք մեր երեխաների ճակատագրի հետ կապված լրջագույն վտանգի առաջ չենք կանգնած մենք, կյանքի նաեւ առումով, հա, կամ ինչ նպատակ է այս ամբողջ ծրագիրը հետապնդում։ Ինչից եք, որքան տեղյակ եք, խնդրեմ փոխանցեք ձեր տեղեկատվությունը, ինչի հետ մենք գործ ունենք, Տիկին Հակոբյան, խնդրեմ։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես էլ եմ տեղեկացված, որ Արցախի շուրջ 1000 երեխայի պատրաստում են ուղարկել Հունգարիա։ Իդեպ 2024 թվականի օգոստոսի 19-ին արդեն 120 երեխա մեկնել է Հունգարիա, այսպես կոչված երրորդյա ճամբար։ Թե ինչի 3 օր, ինչ որ անհասկանալի ձևաչափ, ինչ որ անհասկանալի միջոցառում, անհասկանալի ճամբար եւ ինչու Հունգարիա դա էլ է ինչ որ ստվերային, դա էլ է անհասկանալի։ Ճիշտ է, ընտրության իրավունքը իրոք պատկանում է ծնողին, բայց պետք է հասկանանք նաև, թե ինչու հենց արցախցի երեխաներին, չէ՞ որ Հայաստանի Հանրապետության հակաարցախյան վարվող քաղաքականության արդյունքում ինչ է այլևս չեն հարցնում այդ երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, թե ոչ։ Մանավանդ որ Հայաստան-Հունգարիա հարաբերությունները խզված են եղել, գիտենք 2004 թվականի փետրվարի 19-ին Հայազգի սպայի Գուրգեն Մարգարյանի կաթնահարումից հետո Ռամիլ Սաֆարովին, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին ազատ արձակեցին ու այդ ֆոնի վրա հարաբերությունները խզվեցին, թեպետ եւ 2022-23 թվականներին փորձ է կատարվել այսպես ասած վերականգնել միջպետական հարաբերությունները, համենք տեղեկացված ենք, որ 2024 թվականին կառավարության նախարարությունների մակարդակով կարելի ասած հուշագրեր է ստորագրվել Հունգարիայի եւ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, արտաքին գործերի նախարարությունների միջև, բայց անհասկանալի հանգամանք, թե ինչու այդ հուշագրերի շրջանակում հենց արցախցի երեխաներ պիտի մեկնեն Հունգարիա եւ ինչ նպատակով։ Դուք այդտեղ ինչ միտում եք տեսնում, Տիկին Հակոբյան։ Օրինակ շատերն ասում են, ինչ վատ է, երեխեքս կգնան, ես լսել եմ արցախցիներից, երեխաս կգնա, մի քիչ կպտտվի, կգա այս ցավից, այս ամեն ինչից մի փոքր հոգեբանորեն գուցե հնարավորություն է դա երեխան մի փոքր մթնոլորտ կփոխի, երկիր կտեսնի, կգա։ Բայց ուզում եմ բացենք փակագծերը եւ հասկանալով հանդերձ շատ կարևոր շեշտադրում արեցիք Ռամիլ Սաֆարովի եւ Գուրգեն Մարգարյանի հետ կատարվածը, հա, Գուրգեն Մարգարյանին թիկունքից կացնահարածի եւ արտահանձնած, հա, Ադրբեջանին վերադարձրած Սաֆարովի երկիրն է Հունգարիան։ Նաեւ շեշտենք, որ դա այն պետությունն է, որը բավական հստակ պրոթուրքական քաղաքականություն է իրականացրել նաև այս ամբողջ ընթացքում Արցախի հետ կապված, մշտապես հայտարարելով, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է, չկա Արցախի հանրապետություն։ Հիմա ինչու են մեր երեխաներին տանում Հունգարիա։ Մենք կարող ենք, չէ, իսկապես լուրջ մտահոգություն ունենալ։
Իհարկե, այն բավականի մտահոգիչ է, ինչպես նշեցինք, մանավանդ 2023 թվականի Արցախի շրջափակման ժամանակահատվածում 282 օրյա այդ հումանիտար ճգնաժամին վերաբերվող Եվրոմիության բոլոր 27 անդամ երկրների հայտարարությունը հենց արգելափակվեց Հունգարիայի կողմից եւ չէր կարող նման պետություն այդքան սրտացավ վերաբերմունք ունենալ Արցախի երեխաների հանդեպ։ Ես այստեղ իրոք ինչ որ միտում եմ տեսնում, թեպետև Արցախի ծնողները նույնպես երևի մտահոգված են այդ թեմայի կապակցությամբ, թեպետև չեն կարող ասել, որ ամբողջական մասսան է ընկալում այդ երևույթը ինքնին ամբողջությամբ, որովհետև արցախյան դեպքերից, Արցախի էթնիկ զտումից հետո մեծ ցավ ապրած արցախահայությունը նաև փրկության որևէ նշույլ է տեսնում, անգամ եթե իր երեխան 1, 2 կամ 3 օրով դուրս է գալիս այս սահմաններից, այսինքն աշխարհ տեսնելու, այլ երկիր, այլ քաղաքակրթություն, այլ մշակույթ տեսնելու միտումով, սակայն չի հասկացվում այդ ճամփարի տողատակերի տակ ինչ է թաքնված, ճամփար չի կարող լինել 3 օրվա, ճամփարը ամենակիչը թող 1 շաբաթյա լինի, երեխան բավական ճանապարհ է կտրում գնում, մինչև ուշքի է գալիս, թափվում է, հետ պիտի ինքը վերադառնա։ Հիմա ինչ միտում կա այս ճամփար կազմակերպողների հետ կապված, ես չգիտեմ նրանք ինչ են նպատակադրվել։ Չեն էլ հասցնի երեխաները հանգստանալ։ Ես դրա համար եմ ասում, ինչ են անում գրել ճամփար, ինչ նպատակ է այն հետապնդում, սա ինչ ճամփար է, կրթական, հանգստանալու, ինչ սպորտային, մշակութային, ինչ նպատակ է այն հետապնդում, ինչու հենց Երորիա եւ ինչու հենց Հունգարիա, հասկացանք ուշագրեր ստորագրվել է եւ ինչու արցախցի երեխաները, ինչու Արցախի գենեֆոնդը հանել այս պահին, այնալ երեխաների գենեֆոնդը այս պահին, ինչու դա մտահոգիչ է, թեպետև մենք չենք կարող արգելափակել այն, որտեվ երեխայի թույլտվությունը առաջին հերթին դա ծնողի իրավունքն է, ծնողները պիտի հասկանան այդքանը ու չթույլատրեն, որ երեխաները մեկնեն Հունգարիա հանգստանալու։ Դրա համար, այո, Տիկին Հակոբյան, մեր ծնողները դրա համար պետք է իրազեկվեն, ինչ մտահոգություններ կան։ Ես կարծում եմ այդքան էլ իրազեկված չեն եւ հենց սրա խնդիրն է, որ մենք պետք է անընդհատ բարձրաձայնելով խոսենք այդ մասին, որովհետեւ եթե հիմա 120-ն են տարել, այս ծրագիրն իր մեջ ներառում է 1000 երեխայի տանելու, հա, ծրագիրն ամբողջական այդ նպատակով է, որ 1000 երեխա պիտի տարվի։ Գոնե կարողանանք շարունակությունը ընթացքը այս ծրագրի կանխել մեր ծնողներին իրազեկելով այդ վտանգը եւ ես հիմա անկեղծ ասած ուզում եմ ավելի բաց խոսենք թե օրինակ ինքս եւ իմ շրջապատը եւ շատ ավելի այսպես մասնագիտական տեսանկյունից նաեւ մասնագիտորեն որոշ մարդիկ ինչ են ահազանգում, հա, օրինակ սկսած սննդից մենք կարող ենք չէ վախենալ թե իմ երեխան ձեր երեխան, արցախցի որևէ մեկի երեխան, որը գնում է, այնտեղ ինչ սնունդ է ստանալու մի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից։ Կարող ենք կասկածել, չէ՞, որ սնունդը կարող է լինել 1000-ում չգիտեմ ինչ, ընդհանուր մինչև վտանգ կյանքի համար։ Իհարկե, միանշանակ։ Դա իր մեջ վտանգներ է պարունակում եւ ես չեմ կարծում, որ այն մեր արցախցիների կողմից պիտի շարունակական լինի եւ երևի կարելի է նաեւ սթափության կոչ հղել արցախցիներին մի անգամ եւս մտածել այդ խնդրի շուրջ հետո որոշում կայացնել ուղարկել արդյոք երեխային Հունգարիա թե ոչ։ Տիկին Հակոբյան, դուք մասնագիտությամբ պատմաբան եք, գիտեք նաև մանկավարժ եք եւ ես բազմաթիվ արցախցիներից լսել եմ, որ դուք Արցախում, Ստեփանակերտում, հա, լավագույն դպրոցի տնօրեններից եք եղել, այդ մասին փոքրինչ հետո եւս կխոսենք եւ ես շատ ուրախ եմ նաև այդ առումով, որ ձեր նման հյուր ունեմ այսօր եւ ուզում եմ հետեւյալ հարցը տալ ելնելով ձեր մասնագիտականից պատմաբան որպես տեսեք երբ որ ես այս լուրը իմացա հիշում եք անցած դարասկզբին ինչպես էր սուլթանական Թուրքիան քրիստոնյա մանուկներից ստեղծում այդպես զորք կազմում էր զորք որը հա դրանց զինվորները կոչում են յենիչերիներ հետո այդ յենիչերիները որոնց մեջ նաև շատ էին հայ որբերը մանուկները դառնում էին ահավոր վտանգավոր մահմեդականացվում էին այո եւ դառնում են շատ ավելի վտանգավոր հայ ազգի համար իրենք ավելի դաժան համար այո
ավելի դաժան են եղել, որպես այսպես փոքրուց դաստիարակված, այդպես որպես սուլթանի հենարան օգտագործվում էր հենց քրիստոնյաների դեմ, քրիստոնյա մանուկներին կրթելով, դաստիարակելով, պատրաստելով հենց իրենց հենարաններին դարձնում իրենք։ Հիմա մենք իրավունք ունենք մտածելու, որ մեր երեխաներին, Արցախի երեխաներին, որ տանում են պրոթուրքական այդ պետությունը եւ դա իրականացվում է նաեւ Ադրբեջանի կառավարության միջոցներով, ֆինանսներով, այդ մտածողության փոփոխության վրա աշխատանք է տարվելու։ Կարող ենք մենք մտածել այդ մասին։ Իհարկե կարող ենք մտածել, մենք մեզ ոչ ոք չի արգելում մտածելու եւ մեր դիտակետում ունենալ այն, ինչ արկա է։ Իհարկե դա արկա է, մենք դա տեսնում ենք, հետեւաբար մենք կարող ենք նաև մտածել, որ ինչ նպատակներ է այն հետապնդում եւ ինչի կհանգեցնի։ Եթե սա այսպես, այո, եթե մի պետություն, որը թուրքամետ եւ ադրբեջանամետ քաղաքականություն է վարում, ինքը մանավանդ Արցախի նկատմամբ, Արցախի էթնիկ զտումից հետո ուղղակի մտահոգիչ է, հիմա այդքան մտահոգված է արցախահայության երեխաների, մանուկների դաստիարակության, կրթման, հանգստանալու հարցով, որ հիմա էլ ճամփար, ես չեմ կարծում, որ սա ճամփար է, երրորդյա այն էլ ճամփար է կազմակերպվում ու չեմ կարծում, որ սա ինչ որ լավ նպատակներ է հետապնդում։ Նպաստ Արցախի երեխաների է, էլի, այն էլ այն երկրների կողմից, որոնք ցեղասպանություն իրականացրեցին Արցախում եւ դրա հետևանքն է, որ Արցախահայությունն այսօր Հայաստանում է։ Իհարկե։ Ինչպես կարող ենք կանխել, հա, այս մեր հարցազրույցի հատվածը, եթե ամփոփենք, ոնց հասցնել, ոնց կանխել։ Օրինակ, ես գիտեմ, որ այս թեմայի շուրջ օրինակ կոչեր են հղվել, նաև նամակներ են ուղղվել Արցախի թեմի առաջնորդին։ Գուցե հոգևոր դաշտը, գուցե հիմա էլ դուք որպես մտավորական Արցախի ձեր կոչով արդեն իսկ իհարկե հնչեցրեցիք մասամբ, բայց ինչ կարող է անել Արցախի հոգևոր թեմը։ Ի վերջո, կարծում եմ հոգևոր թեմը մեր հոգևորականները շրջում են, չէ՞, Արցախահայության տարբեր վայրերում են այսօր արցախցիները եւ հոգևոր թեմը եւ մտավորականությունը եւ մեր տեղեկատվական դաշտը բոլորը պիտի մի ընդհանուր տեսակետի, մի ընդհանուր եզրահանգման գան եւ միանշանակ պետք է կոչ հղվի Արցախահայությանը սթափ մտածել, սթափ դիտարկել տեղի ունեցող քայլերը եւ հնարավորինս հնարավորին չափ սահմանափակել այդ ճամփար, այսպես կոչված դեպի ճամփար ուղարկել իրենց երեխաներին, ուղղակի թեպետև մենք չենք կարող արգելք հանդիսանալ, ամեն դեպքում որոշում կայացնողը երեխայի ծնողն է։ Ամեն դեպքում ես կարծում եմ, եթե իմանան ծնողները, այո, բայց պիտի իրազեկված լինեն մեր Արցախահայությունը, պիտի իրազեկված լինի, թե ինչի առաջ է կանգնած իր երեխան մեկնելով նման պետության տարածք։ Շատ լավ, Տիկին Հակոբյան, ես հարցս այս շատ մտահոգիչ հարցազրույցը մեր սկսեցի հենց այս շատ մտահոգիչ հարցով, հիմա դառնանք 2023 թվական սեպտեմբեր 19-20, լավ, այդտեղ ինչ հրեշավոր ծրագիր իրականացվեց, դուք եղել եք այդ ընթացքում, չէ, իշխանության նաև մաս եք կազմել, նախարար եք եղել, խորհրդական եք եղել նախագահի Արայիկ Հարությունյանի, ես բոլոր արցախցիներին ում հրավիրում եմ մենքի տաղավար, խնդրում եմ փոքր ինչ բացել պատմական, որպեսզի ճշմարտությունը մեր ժողովուրդը իմանա, որովհետև երբ որ ճշմարտությունը չգիտեն, նաև տեղին անտեղի մեղադրանքներ են հնչում մեր ժողովրդի արցախահայության հասցեին, քաղաքական ղեկավարները անում են իրենց հրեշավոր ծրագիրը հանձին Հայաստանի իշխանության, հետո մեղադրում Արցախահայությանը, որպեսզի այս հիմար վիճակը չլինի, այսպես ասեմ, հա, եւ ոմանք ցինիկաբար իրենց թույլ չտան Արցախի մեր ժողովրդին հազար ու մի պիտակներ կպցնելու եւ հակա արցախյան քարոզչություն իրականացնելու, մենք պիտի ամեն անգամ մի դրվագով բացենք, թե ինչ կատարվեց այդ օրերին, այդ ինչ տեխնոլոգիա իրականացվեց Տիկին Հակոբյան մեր Արցախահայության դեմ, որ ընդամենը 1-2 օրում Արցախահայը դուրս եկավ իր բնորան հայրենիքից 5000 տարի Արցախը չի եղել հայաթափված, բոլորիս ուղեղներում չի տեղավորվում այդ հարցը, այդ ինչ կատարվեց 10 ամիս եւ ավելի մնացիք դաժան բլոկադայի մեջ, դիմացակ սովին, ամենադաժան, հա, բոլոր առումներով երեխաներին տեսնում էինք ինչ վիճակում էր Արցախահայը մեր եւ հանկարծ 1-2 օր եւ Արցախը հայաթափվում է, ինչ կատարվեց։ Նախ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը մենք պիտի անդրադարձ կատարենք մինչ այդ ինչ ունենք մենք, ինչ ուներ Արցախը։
Սկսենք 1980 թվականի շարժումից, որը ի նպաստ Արցախահայության ընթացավ, ի նպաստ Արցախահայության ունեցանք պատերազմի հաղթանակ 1991-94 թվականներ ունեցանք Բիշկեք, սակայն փաստացի չարձանագրվեց Արցախի ճանաչում հարևան երկրների, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության կողմից։ Այսինքն 1994 թվականի արդյունքում մենք ունեցանք չճանաչված պետություն, աշխարհի հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, այո։ Մենք եւս Խորհրդային Միության մինչև նույնիսկ փլուզումը արտահայտելով մեր կամքը 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակեցինք Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախություն լրիվ Խորհրդային Միության օրենքների շրջանակներում, ինչպես մինչ այդ օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մենք ունենք ըստ ազգերի ինքնորոշման իրավունքի, մենք դրա իրավունքը ունեինք, եւ նույնիսկ եթե Ադրբեջանը իր անկախության հռչակման մասին ակտով 91 թվականի հոկտեմբերի 18-ին ամրագրել է, որ ինքը 1918-20 թվականների մուսավաթական Ադրբեջանի սահմաններով է իրեն իրավահաջորդ ճանաչում, ապա այդ սահմաններում չի մտել Լեռնային Ղարաբաղի տարածքը։ Իսկ մենք մեր իրավունքները կատարածելով հռչակեցինք Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախություն։ Մեր ինքնորոշման իրավունքը ցույց դրեցինք։ Բայց նաև մի փաստ նշեմ այստեղ, որ Ադրբեջանը չի արձանագրել 1920 թվականի ապրիլի 28-ին խորհրդային Ադրբեջանի տարածքը, եթե այդտեղ կար ֆիքսված տարածք 86,000 քառակուսի կիլոմետր տարածք, ապա պատմականորեն էլ այն համարվում է որպես հայերի եւ մուսուլմանների ապազգային պետություն, այսինքն ադրբեջանցի ազգություն գոյություն չի ունեցել։ Հետևաբար 1998 թվականին Մինսկի խմբի կողմից բարձրաձայնված, բայց փակուղի մտած այն հարցը, որ մենք եւս այդ պետության հիմնադիրներ ենք, համահիմնադիր ենք հայերս, հետևաբար մենք պետք է ուզենք մեր բաժինը, այսինքն այդ 86,6-ի կեսը, եթե ոչ ավելին, համարվում է հայկական տարածք։ Ադրբեջանցի ազգություն ի հայտ է եկել 1938-39 թվականներին եւ մի պետություն, որը սահմաններ չէր ամրագրել ի սկզբանե, կարողանում է հռչակել իր անկախությունը եւ խոսք գնա ու արտահայտվի այն հարցի շուրջ, թե Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը իրավունք չունի կամ դա Ադրբեջանի տարածք է, դա անմտություն է եւ ոչ պատմական փաստարկ։ Եվ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը ունեցանք օրինական իրավական ճանապարհով, արդյունքում ունեցանք Բիշկեք, Լիսաբոնի գագաթնաժողով ունեցանք Քուվեյստ, ունեցանք Կազան, ունեցանք Մադրիդյան սկզբունքներ եւ արդյունքում պիտի որ Լեռնային Ղարաբաղի հարցը ստանար փուլային լուծում ու այդ փուլային լուծումը չհասկացանք, ոնց ստացվեց, որ 2016 թվականի քառօրյայի, ապա 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 44 օրյայի արդյունքում մենք 44 օրյայից հետո զիջեցինք Արցախի մեծ մասը։ Այդ ինչ փուլային լուծում էր, երբ մենք մեր բնիկ ազատագրված տարածքների մեծ մասը տվեցինք Ադրբեջանին։ Հիմա սա դավաճանական քայլերի արդյունք չէ արդյոք։ Եվ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կանգնեցինք մի ահավոր էթնիկ զտման առջև, ունենալով 282 օրյա շրջափակում, ունենալով սովյալ բնակչություն եւ Արցախը, որը հազարամյակների ընթացքում ընդհանրապես չի լքել այդ տարածքը, ենթարկվեց էթնիկ զտման, Արցախցին կռվել է ուղղակի 2020 թվականի 44 օրյայից հետո սահմանը ընդարձակվել է, կրճատվելով տարածքը, ընդարձակվել է պաշտպանելու ենթակա սահմանը ու զինվորների քանակը, մարդկային ուժը,
չէր հերիքում Արցախի պաշտպանության հարցում ու այն հարցը, որ Արցախը իբրև չի պաշտպանվել, Արցախը կռվել է, Արցախը պաշտպանվել է, ուղղակի Արցախը չի կարողացել, ի վիճակի չի եղել, ունակ չի եղել դիմագրավելու այդ թուրք-ադրբեջանական տանդեմի, այդ ահռելի ուժին ունակ չի եղել, թեպետ եւ Արցախը հարուստ տարածք է, բայց այն շահագործման համար անհրաժեշտ են հսկայական միջոցներ, որին Արցախը պատրաստ չէր, չուներ այդքան հզորություն եւ արտաքին աշխարհի օգնություն էլ չկար ու հետեւաբար Արցախը միայնակ չէր կարող դիմագրավել, մանավանդ որ հաշվի առնենք 2022 թվականի նոյեմբերին Պրահայում հայտարարվել էր պարոն Նիկոլ Փաշինյանի կողմից, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, չգիտեմ ինչից ելնելով, հիմա ես չեմ էլ կարողանում բնորոշում տալ այդ դեպքում այդ քաղաքականությունը շարունակական է արդյոք, բա հիմա ոնց կարող ենք բացատրել այն հանգամանքը, որ 2024-2025 ուսումնական տարում դպրոց մուտք գործած 8-րդ դասարանի հայոց պատմության դասագրքերում հստակ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը Արևելյան Հայաստանի բաղկացուցիչ մասը երկու անգամ հստակ նշում է կատարվում։ Այդ չեն հանել դասագրքերից։ Չեն հանել, եթե դասագիրքը տվյալ պետության քաղաքականությունը ինքը այո դասագրքերը չեն հասցրել այդ սրբագրել հանել մաքրել 2024 թվականի օգոստոսի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարությունից հետո Արևելյան Հայաստանի բռնակցման այդ պահով դասագրքերի այդ գլուխը փոխվեց, բայց հավանական է ոչ ոք չի բարձրաձայնել, որ իր թերություններով հանդերձ այդ դասագիրքը ունի մի դրական միտում, այսինքն այստեղ ֆիքսված է, որ Արցախը, Լեռնային Ղարաբաղ է ֆիքսում, Գանձակը Արևելյան Հայաստանի բաղկացուցիչ մասը, Արևելյան Հայաստան երկու անգամ կրկնած եւ դրան գումարած, որ ԿՊ-ական իշխանությունը կարող էր դա պահել, փաստորեն, բայց լավ չեղավ որ բացահայտեցիք, հիմա կարող են փորձեն նորից վերաշարադրել ու նորից կեղծել պատմությունը տային հանելով։ Այո, եւ երկար ժամանակ է ես փորձում եմ չբարձրաձայնել, որ այդ ինչ է պատահել, որ հանկարծակի այդ մեծ ճշմարտությունը գրվել է, թողնվել է դասագրքերի մեջ։ Ալիևը եթե հանկարծ տեսնի, հաստատ վստահ եմ, հրահանգ կտակ, ասի մաքրեք շատ արագ, ինչպես հրահանգում է սահմանադրությունը փոխել, հայոց ցեղասպանության փաստից դա էլ Էրդողանն է հրահանգում, հրաժարվել եւ այլն, այնպես որ ես վախենամ, որ հանկարծ սպասելի է ու ես նույնիսկ զարմանում եմ, այս ինչ օրի ենք հասել մենք, այսինչ օրի է հասել հայ ժողովուրդը, որ իր պատմական փաստերը արձանագրելու համար պիտի հարևան պետությունների թույլտվություն ստանա, կամ իր ճշմարտությունը տեսնելու համար ինքը ուրախանում է, որ նույնիսկ մի դասագրքում, որը ունի բազում թերություններ, բայց հանկարծակի մի դրական նշույլ է տեսնում եւ անմիջապես ուրախությամբ է լցվում դրա հանդեպ։ Եթե հաշվենք, որ 7-րդ դասարանի հայոց պատմությանը ես լինելով մասնագետ խոտան է արձանագրվել, շարունակում է մնալ դպրոցներում, օգտագործվել, ի տարբերություն դրա 8-րդ դասարանի հայոց պատմության դասագիրքը եւս ունի թերություններ, բայց ի տարբերություն դրան ես զարմանքով եմ նկատել, որ դա չեն հանել։ Շատ լավ, ուրախալի մի փաստ արձանագրեցիք, դա ինձ թվում է ռուսական կողմի այդ աղմուկից հետո եղավ, բայց դա կար արդեն։ Կար, տպած կար եւ այդ մեկը չհանվեց։ Ինչը լավ է, պիտի նաեւ լավը բարձրացնել, այս դեպքում ուրախ եմ, որ դա պահպանվել է, բայց եկեք նորից անդրադառնանք Արցախի հետ կապված, Տիկին Հակոբյան, տեսեք այս իշխանությունը ասում է Նիկոլ Փաշինյանը հենց ավելի վաղ հանձնվել էր Արցախը, ասում է վաղուց տվել էին, 30 տարի առաջ էին տվել, նախկիններն են տվել, 10 տարի առաջ են տվել, անդադ թղթեր է բերում, ինչ որ փաստաթղթեր է բերում, ալմաթայ է բերում, ինչ որ հռչակագիր, չգիտեմ, որը երբևէ չի եղել բանակցային գործընթացի որևէ փաստաթղթում, երբևէ հղում չի տրվել։ Նիկոլ Փաշինյանի օրոք բոլորս իմացանք, որ նման ինչ որ փաստաթուղթ կա, ընդ որում այնտեղ վերապահում կա հստակ Արցախի մասին, ինչը ինքը ընդհանրապես մոռանում է։ Լավ, Արցախը վաղուց է հանձնված եղել։ Ճիշտ ասած, որպես պատմաբան, ես սա առաջի անգամն եմ լսում, որ Արցախը վաղուց հանձնված է եղել։ Արցախը, եթե վաղուց հանձնված է եղել, ապա ինչպես ենք մենք այդտեղ շարունակել ապրել, անկախ սերունդ մեծանալ։ Այո, արարել
Այդ ոնց է ստացվել, որ Արցախը եղել է հանձնված։ Եկեք կատարված սխալները չվերագրենք նախկինների, նախորդներին, չգիտեմ ում։ Նախկիններն անպայման սխալներ արել են։ Դուք կարևոր մի բան ասեցիք, որ օրինակ բայց հրադադարի բանը 94-ին չպիտի լիներ, պիտի լիներ Հայաստանի միավորում եւ վերջանար, կամ անկախության ճանաչում պիտի լիներ, եւ այն կապիտուլյացիոն գործընթացը, որ այսօր մեզ հետ է անում Ադրբեջանը, պիտի այն ժամանակ արվեր Ադրբեջանի ձեռքերը վերև բարձեինք եւ վերջացնենք, որտեղ մենք հաղթանակած կողմ ենք։ Բազմաթիվ սխալներ կան, բայց հանձնած կա մի փաստաթուղթ, որի տակ, ասենք Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ստորագրածն հանձնում ենք Արցախը։ Ես նման հակառակտես չեմ տեսել, մենք դրա ականատեսը չենք եղել, իսկ Ալմատայի հռչակագրի սկզբունքներից էլ չի բխում, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, նման բան չկա։ Իհարկե։ Ինչ մանիպուլյացիայի հետ գործ ունենք, ստի կեղծիքի հետ գործ ունենք։ Իհարկե գործ ունենք կեղծիքի հետ եւ անընդհատ չհարգվում է խաղաղության պայմանագիր, անընդհատ չհարգվում է 17 կետից բաղկացած պայմանագիր, բայց հրապարակի վրա չկա այդ 17 կետերը։ Ես ուղղակի խնդրում եմ մեր իշխանություններին, Հայաստանի Հանրապետության իշխանություններին հրապարակավ դնեն այդ 17 կետերը, մի հատ տեսնենք 13 կետերը, որոնք պարոն Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ հստակ նշել է, որ 13 կետերի շուրջ համաձայնություն է կայացվել, 3 կետերի շուրջ լիովին չեն համաձայնվել, այնտեղ որոշ ինչ-որ նրբություններ կան, եւ այդ 17-րդ կետը այդպես էլ չհասկացանք դրանում ինչի մասին է խոսվում, ու բացի այդ նաեւ Ադրբեջանն էլ հակընդդեմ դրան խոսում է, որ համաձայնություն չի կայացվել խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ եւ անընդհատ տնդագին կերպով իր բանակն է ամրապնդում, բանակն է զինում, ու բացի այդ նաեւ այդ իմ հիշատակած օգոստոսի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ ես լինելով պատմաբան նաեւ մի հետաքրքիր այդտեղ արտահայտություն լսեցի, որը պարոն Փաշինյանի կողմից 2 անգամ հստակ կրկնվեց Հայաստանի Հանրապետության տարածք 29743։ Ես ուղղակի խնդրում եմ լինելով պատմաբան, ես չգիտեմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29743,000 քառակուսի կիլոմետր է։ Ես խնդրում եմ հստակ նշել այդ սահմանների մեջ որ տարածքը ներկայիս Հայաստանի Հանրապետության չկա, որ մենք կարողանանք մեր սերունդներին այդքանը ուսուցանել։ Այսինքն որ հատվածն արդեն զիջել։ Այո, եթե փոփոխություն է կատարվել եւ եթե մամուլի ասուլիսի ժամանակ 2 անգամ կրկնվում է պետության ղեկավարի կողմից, ապա մենք պիտի իմանանք, որ տարածքն է այս պահի դրությամբ զիջված։ Մենք դրա իրավունքը ունենք, լավ, ես, որ համարվում եմ փախստական, ժամանակավոր պաշտպանության տակ առնված անձ, դրա իրավունքը չունեմ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն դրա իրավունքը իմանալու, թե որ տարածքն է զիջված եւ այդ 29743-ի մեջ որ տարածքներն են մտնում, որ սահմաններով է։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը արկա։ Տիկին Հակոբյան, դուք ունեք այդ իրավունքը, որտեղ Հայաստանը հայրենիքն է համայն հայության, այդ թվում Արցախահայության, դուք ավելի մեծ իրավունք ունեք պահանջատեր լինելու այս իշխանությունից, որի ղեկավարի ստորագրությամբ Արցախը հայտարարվեց որպես Ադրբեջանի տարածքային մաս եւ կրկնում են նրա ազգային ժողովի նախագահ եւ մյուս բոլոր այսպես պաշտոնատար անձիկ, այնպես որ Արցախցին այսօր ամենամեծ պահանջատերն է հենց ԿՊ-ական այս իշխանությունից, հայրենիք եք կորցրել, տուն եք կորցրել, գերեզմաններ եք թողել թշնամուն, ահռելի նյութական ու մշակութային ահռելի ժառանգություն է թողնվել, ահռելի գումարային եթե անգամ վերածում ենք, հա, ես լռում եմ հիմա եւ չեմ կարող անգամ չի կարելի չասել, թե ինչ ահռելի մարդկային կորուստներ ենք ի վերջո մենք ունեցել եւ այդ բոլորը այս իշխանության մեղքով։ Հիմա ես ուզում հետեւյալ հարցով անդրադառնանք Արցախի ղեկավարությանը, նկատի ունենալով, որ դուք եղել եք այդ ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդականը։ Արայիկ Հարությունյանը ով է ի վերջո։ Արայիկ Հարությունյանը հայրենասեր մարդ է, թե դավաճան, թշնամու հետ համագործակցում էր, թե ոչ, իշա Արցախցու էր ղեկավարում, թե ոչ, Նիկոլ Փաշինյանի ԿՊ-ական անդամներից մեկն էր, թե ոչ, ով էր Արայիկ Հարությունյանը, որին այստեղ մի մասն ասում էր հանուն Արցախի է անում, մի մասն ասում էր Ալիևի հետ է բանակցում, մի մասն ասում էր
ուղղակիորեն Փաշինյանի հրահանգների կատարածուն է, մի մասն ասում էր հայրենասեր տղա է, մի մասն ասում էր վախկոտի մեկն է, ով էր Արայիկ Հարությունյանը եւ նա արդյոք ինչ չափով նպաստեց Արցախի հայաթափմանը։ Գիտեք, նա ինքը հիմա Բաքվի բանտում է, շատերն ասում են չարժե անդրադառնալ, բայց թույլ տվեք ինձ անդրադառնալ, որովհետև մենք հայրենիք ենք կորցրել եւ ես շատ այստեղ ավելի կարեւորում եմ ոչ թե անձերի խնդիրը, այլ մեր հայրենիքի, մեր հարստության կորստի հանգամանքը։ Խնդրեմ։ Նախ ես Արայիկ Հարությունյանի օրոք եղել եմ խորհրդական կրթության գծով, բայց ելնելով նաև մեր այս պատմական դեպքերից նաև կարող եմ ներկայացնել այն ամենը, ինչ տեղի ունեցավ։ Քանի մարդ այդքան կարծիք ու չի կարելի միանշանակ խոսել պետության ղեկավարի մասին, բնական է ինքը չի կարող լավը լինել կամ վատը լինել բոլորի համար, որովհետև եթե պետության ղեկավար ես, այսինքն դեմք ես, հետևաբար դու պետք է քաղաքական դաշտում կարողանաս եւ դրական եւ բացասական կողմերով դրսեւորես քեզ, խուսանավես բոլոր ուժերի միջև եւ կարողանաս ներկայացնել Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի հանրապետություն։ Ճիշտ է, մարդ լինում է սխալական, չեն կարող ասել, որ նա չուներ բացասական կողմեր, բայց ուներ նաև դրական կողմեր, այսինքն չեն կարող միանշանակ ասել, որ սա Արայիկ Հարությունյանի շնորհիվ է այս ամենը կատարվել, շատ կներեք, Արայիկ Հարությունյանը շատ փոքր մարդ է Արցախը հանձնելու համար, ու այն, որ Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը այժմ գտնվում է Բաքվի բանտում, սա եւս անթույլատրելի է, եթե անգամ նրանք որևէ հարցում մեղավոր են, ապա պիտի պատասխանատվությունը կրեն մեր հայկական բանտերում, բայց ոչ թշնամու։ Ինքնին սրանով մենք արդեն հանգում ենք նրան, որ մենք արդեն հրաժարվելով մեր ռազմաքաղաքական ղեկավարությունից, կհրաժարվենք նաև հաջորդ քայլը մեր պատմությունից, մեր ունեցածից, մեր ամբողջից, ինչ եղել է թե բացասական, թե դրական առումներով, այնպես որ միանշանակ ասենք, որ ինքն է մեղավոր, մենք չենք կարող։ Պատմական դեպքերը ինքնին հանգեցրել են դրան, եւ եթե այդ պահին չկար այլ լուծում, դրանով չէր կարելի մեղադրել մի անձի, այսինքն մի անձով չի պայմանավորված Արցախի տրման հարցը, լիներ դա Արայիկ Հարությունյան կամ Բակո Սահակյան կամ մեկ այլ ուրիշը կամ Արկադի Ղուկասյան, միևնույն է, եթե այդ գործընթացը սկսվել էր եւ միտումնավոր կերպով Արցախի հանձնումն էր, չէ որ Արայիկ Հարությունյանը չէր Պրահայում շեշտել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, այլ Նիկոլ Փաշինյանն է շեշտել, եկեք նաև անդրադառնանք դրան, հետևաբար մենք չենք կարա միանշանակ ասել, որ դա նրա վարած քաղաքականության արդյունքն է։ Այսինքն սցենարը Արցախի հանձնման գրվել էր Արցախից դուրս, Արցախի ղեկավարության հետ որևէ բան չհամաձայնեցնելով։ Ճիշտ ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որ Արցախի ղեկավարության հետ համաձայնեցրել են, թե ոչ։ Դա իմ դա փակ հասկանալի է, բայց ասենք իրավիճակը ձեզ ինչ ցույց տվեց, 1-2 օրում Արցախը հայաթափված կարող էինք պահել, Տիկին Հակոբյան, հնարավոր էր պահել, թե արդեն, ինչպես արդեն ասացի, Արցախից դուրս որոշվել էր Արցախի հայաթափումը, դա պիտի լիներ, օրինակ գերտերություններ, հավանաբար ինչ-որ համաձայնություններ էին ձեռք բերել, հա, ավելի ուժային կենտրոններ։ Իհարկե, որովհետև եթե 90-ականներից հետո գնում է Արցախի ինքնահաստատում, բարձրացվում է այնպիսի հարց, որ նույնիսկ ՄԱԿ-ի Հագայի դատարանը Հայաստանի Հանրապետությանը ճանաչում է Արցախի մշակութային ժառանգության իրավատեր եւ չես հասկանում ինչի հանկարծ միջազգայինորեն այս սցենարը փոխվում է եւ հակառակ քաղաքականությունն է սկսում վարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ եւ հանկարծակի փոխվում է իրավիճակ քաղաքական ու նույնիսկ ես ինքս էլ եմ ինձ հարց տալիս կայլ, բայց այլընտրանք
կարող ենք արդյոք պաշտպանվել, թե սա ուղղակի փրկություն էր գոնե բնակչության մի հատվածի, որպեսզի գենեֆոնդը Արցախի չկորչեր։ Վերջերս նույնիսկ Կանադայի արտգործնախարարի կողմից քաղաքական դաշտ բռվեց Արցախի վերադարձի խնդիր, միգուցե կարողանանք պարտադիր կերպով հետադարձ կազմակերպել դեպի մեր էթնիկ տարածքներ, այն ինչ փորձ է կատարում ջնջել Ադրբեջանը, այն ինչ փորձում է կատարել Ադրբեջանը Արցախի պատմական հետքերը վերացնելու գործում, նույնիսկ անվանական փոփոխություններ, ասելով թե Ստեփանակերտը դա Խանքենդի է, մոռանալով այն հանգամանքը, որ Խանքենդի անվանումը տրվել է 18-րդ դարի վերջում, ու սա ոչ թե ադրբեջանցիների կողմից, այլ պարսկական ղաջարական ցեղերի կողմից, եւ քանի որ Ստեփանակերտի տարածքում Խանին բաղ, պատմական բաղին շենը, որը համարվել էր խանական ձմեռանոց, այդտեղից է եկել Խանքենդի անունը, իսկ որը որևէ առնչություն չունի ադրբեջանական լեզվի հետ, իհարկե ոչ Ադրբեջանի հետ, ոչ իրենց պատմության, ոչ իրենց քաղաքակրթության հետ առնչություն չունի, հենց Ստեփանակերտի տարածքն էլ, որը իր մեջ ներառում է Վարարակնը, իր մեջ ներառում է Սողոմոնի շեն, Հին Արմենավան, Նոր Արմենավան, Փահլյուր տարածքները, որտեղ եղած պատմական հուշարձանները նույնիսկ հազարամյակների պատմություն ունեն, ու չենք կարող ասել, որ այս տարածքները ադրբեջանական են, սրանք էթնիկ հայկական տարածքներ են, ու այսքանը, որ 2020 թվականի 44 օրյայից հետո, նույնիսկ 2022 թվականին, երբ պատմական մշակութային հուշարձանների վրայից վերացնում էին հայկական հետքերը, հայկականությունը վերագրելով դրանց բոլորին աֆղանական ծագում իբրև, եւ հիմա էլ փորձում են մեր բոլոր բնակավայրերը, մեր հուշարձանները իրենցով անել, նույնիսկ մենք ենք մեր սարերը հուշակոթողը, սա անթույլատրելի է, նույնիսկ միջազգային մակարդակով, միջազգային հանրության եւ փորձագետների կողմից ընդունված ապացուցված հանգամանք է, որ մշակութային ժառանգության հանդեպ նման քաղաքականությունը հավասարազոր է ցեղասպանության, իհարկե դա մշակութային ցեղասպանություն է, եւ սա պիտի միջազգային հանրությունը եւս դիտարկի այս հանգամանքները եւ կասեցվի Ադրբեջանի կողմից հայկական բնակավայրերի նկատմամբ նման գործելավոճը, նման գործելակերպը ու կասեցվի այս ողջ գործընթացը։ Ոչինչ չի արվում, որտեղ Հայաստանի կողմից որևէ այո, պետական մակարդակով Հայաստանի Հանրապետությունը չի ստանձնել իր սահմանադրորեն ստանձնած պարտավորությունները համարվելով Արցախի բնակչության իրավունքների երաշխավոր, վերահաստատելով այն 2015 թվականի հունիսի 16-ի մարդու իրավունքների խորհրդարանի դատարանի որոշմամբ, երբ ինքը պատասխանատվություն է ստանձնել Արցախի ազատագրված թե տարածքների, թե Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր անձի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեմ ինքը պատասխանատվություն է կրում, փոխարենը մենք ունենք իրավիճակ, երբ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախայությունը հայտնվել է Հայաստանի Հանրապետության տարածքում, ճիշտ է ժողովուրդը շատ ջերմ ընդունելություն է կազմակերպել բնակչությանը, բայց կառավարության իշխանությունների կողմից Արցախայությունը նույնը չի տեսել ու չենք էլ իմանում կարող ենք արդյոք դա ակնկալել թե ոչ։ Տիկին Հակոբյան, այդ հարցին փոքրինչ հետո այստեղ մեկ հարց ուզում եմ ընդհանցած եւ շատ կարեւոր հարց եմ սա համարում, արձանագրեցինք այն փաստը, որ Արցախը ուղղակիորեն հանձնվեց 2022 թվական հոկտեմբերի 6 Պրահա, որտեղից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մի մասն է եւ Հայաստանը ճանաչում է, այսինքն դրանով նա ուղղակիորեն ոտնահարեց Հայաստանի Հանրապետության մայր օրենքը, սահմանադրությունը, որտեղ այո, ինչպես դուք շեշտեցիք, ամրագրված է Արցախի երաշխավորը լինելու, արցախահայության անվտանգության երաշխավորը լինելու Հայաստանի այդ կարևոր արձանագրումը կար, եւ հիմա մենք
ուզում հետևյալին բերել, տեսեք, հրաժարվեց դրանից, ես մի 3 օր առաջ հարցազրույց եմ վարել համահայկական ճակատ շարժման առաջնորդ գեներալ-մայոր Աշակ Կարապետյանի հետ, պարոն Կարապետյանը մի շատ կարևոր շեշտադրում է անում, որ Արցախում եղել է շատ մեծ քանակությամբ զենք, զինամթերք, եթե Հայաստանից չհնչեր այնինչ հնչել է, ապա հնարավոր չէր Արցախը հենց այնպես հանձնել, իսկ Հայաստանից հնչել է չկրակել, չօգտագործել այդ զենքն ու զինամթերքը։ Եվ այսօր, Տիկին Հակոբյան, այս քպեական իշխանության ղեկավարների կողմից հայտարարություններ են հնչում, թե բա Արցախցին չի կռվել։ Մեր ժողովուրդն էլ այսպես միամտաբար խայծկուլ է տալիս, ընդունում է այդ կեղծ տեղեկատվությունը, թե մնայիք, կռվեիք, զենք ունեիք, ահագին է շատ, ինչու չկռվեցիք։ Դուք ինչ ձևով կպատասխանեք այս խայտառակ կեղծիքին։ Ես կհերքեմ այն փաստը, որ ասում են Արցախը չի կռվել, Արցախը կռվեց, բայց որ Արցախը մինչ այդ արդեն հայտարարվեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն է կազմում, Արցախը միայնակ չէր կարող դիմանալ։ Դավաճանված էր Արցախը եւ միայնակ չէր կարող։ Բացի այդ, Արցախը չուներ զորք, Արցախը չուներ բանակ։ Դա ի վերջո Հայաստանի Հանրապետության բանակի բաղադրիչ, բաղկացուցիչ մասն է եղել Արցախի պաշտպանական բանակը։ Այո, հետեւաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջան է ու չի հրահանգավորվում, արցախցիները կռվել են, ունենք 262-ից ավելի զոհ, բացի այդ ցավոք, պայթյունից բացի։ Այո։ Իսկ սահմանում կռիվ է գնացել։ Իհարկե գնացել է։ 19-20-ին զոհեր կան, սեպտեմբերի 19-ին էլ գուցե մնացել են։ Էր, երբ անօթաչու թռչող սարքերն են գլխավերևում, երբ անպաշտպան ես, երբ միայնակ ես, փոքրիկ Արցախը հսկայական վիթխարի թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։ Այո, հիշում եք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ինչ էր ասում այդ օրերին։ Հայաստանի սահմաններում վտանգ չկա։ Նույն նման հայտարարություն արեց 21-ի դրությամբ, որ ապահով է իրավիճակը, մոտավորապես այսպես Նիկոլ Փաշինյանը։ Այն դեպքում, երբ որ Արցախում ցեղասպանություն էր իրականացվում։ Իհարկե, երբ հայտարարում է, որ Կիրանցի պատը դա մեր հաղթանակն է, կամ հայտարարվում է, որ Արցախը տալը դա հաջողություն է դիվանագիտական, ես չեմ հասկանում սրան։ Դրա այդ նույնի, այո, Տիկին Հակոբյան ղեկավարները էլի։ Դրա նույն շարունակությունը հակահայկական, հակաարցախյան քարոզն է։ Հյուրի պես եք եկել այստեղ, հյուրի պես ձեզ պահեք, լավ էս ինչ է։ Այս սրա պատասխանը ունեք։ Ի վերջո մեր հայրենակիցներն են, չէ՞։ Ես երբեմն նայում եմ, հիմա մենք խոսենք նաև սոցիալական հնարավոր այս ծրագրերից, որ արվում է, դուք հիշատակեցիք արտգործնախարարին Կանադայի, շատ թարմօրինակ է հենց երեկվա դրությամբ, հերթական 3.9 միլիոն, հա, երևի ինչքան օգնությունն է հասել Հայաստան, բայց ոչ միայն իրենք, բազմաթիվ օգնություններ են գալիս, հատուկ շեշտվում է Արցախահայությանը օժանդակելու համար սոցիալական։ Հիմա մենք ուզում հասկանալ, մարդիկ ովքեր հյուրի տեղ են դրել, ասում են դե հյուր եք եկել, հյուրի պես է չգիտեմ ուր պիտի գնաք, եւ ուղղորդում են կարծես թե Հայաստանից հեռանալ, եւ ես գիտեմ, որ բազմաթիվ արցախահայեր ուղղակի ճամպրուկները կապած հեռացել են, դա ողբերգություն է անկեղծ ասած։ Հիմա այս դաշտում ինչ է կատարվում, ինչ են ուզում էսի։ Ցեղասպանեցին, պոկեցին Արցախցուց իր հայրենիքը, հիմա ինչ են ուզում Արցախցուց։ Ճիշտն ասած չեմ հասկանում Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի քաղաքականություն է վարում Արցախահայերի նկատմամբ։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության որոշմամբ մեզ համարեցին որպես ժամանակավոր պաշտպանության տակ առնված անձ, այսինքն փախստականի դա հավասարեցվում է ըստ օրենքի փախստականի կարգավիճակի 2007 թվականի նոյեմբերի 27-ի օրենքի։ Եվ ես եւ իմ համախոհները, բազմաթիվ հասարակական կազմակերպություններ ու քաղաքական կուսակցություններ մեր ստորագրություններով բողոք դիմումներ են խղել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին 2024 թվականի մարտի 13-ին 11 դիմում, նաև ազգային ժողովի նախագահին, բայց առայսօր պատասխան չենք ստացել։ Ասեմ, որ հերթական անգամ հունիսի 11-ին նույն դիմումները, նույն հանձնաժողովներին կրկնել ենք, որ վարչահարության բոլոր նորմերը խախտված է, մեզ չեն պատասխանել։ Մի երկու հանձնաժողովից զանգ ստացանք, որ իրենց չի վերաբերվում այդ հարցը,
այսինքն ես ոնց հասկացա, օրենսդրական դաշտին չի վերաբերվում Արցախայության ճակատագիրը ոչ մի տեսանկյունից։ Եթե 11 հանձնաժողովի չի վերաբերվում Արցախայության իրավիճակը, ապա օրենսդրական դաշտին ինչ հարցեր են ուզում, ինչ խնդիրներ։ Ովքեր են զբաղվում, ներողություն եմ խնդրում, Տիկին Հակոբյան, որ օղակներն են զբաղվում կոնկրետ Արցախի հարցով։ Ես գիտեմ, որտեղ ես գիտեմ, հիշում եք վերջերս հայտարարեց Սիմոնյան Ալենը, որը զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի պաշտոնը, ասեց, այո, պիտի ներկայացուցիչությունն էլ Արցախի փակվի, բայց գոնե այդ ներկայացուցիչությունում, չէ, արցախցին կարող էր գոնե սոցիալական իր խնդիրները լուծել։ Իհարկե, Եվ իհարկե պիտի դա ունենանք, պիտի մնա, պիտի պահպանվի, բայց ինչ է կատարվում։ Մենք Ալեն Սիմոնյանն էլ ենք ուղղել դիմում նամակ, բայց առ այսօր պատասխան չունենք։ Մենք չենք հասկանում ինչ է կատարվում, ուղղակի այն, որ արցախցիները ճամպրուկները կապել են, դա ունի իր հիմնական պատճառները, այսինքն դա բնակապահովման ծրագրի ոչ իրական իրատեսական լինելն է, մի կարելի ասած աբսուրդ ծրագիր, որը չգիտես ում մտահղացմամբ, որից այն եզրահանգումն է կատարվում, որ ուղղակի հավաքիր իրերդ եւ դուրս եք Հայաստանի Հանրապետության ուզում են, ոչ թե տարածքից, որովհետեւ հենց այն ենթադրում է ընդհանրապես 3 միլիոն վարկավորում մեկ անձին, օրինակ շատ կներեք, իմ ընտանիքը 2 անձից է բաղկացած 6 միլիոնով հիմա բոլորդ ականատեսնեք դրա Հայաստանի Հանրապետության տարածքում, անգամ ծայրամասում 248 բնակավայրերում այդ ծրագրի համաձայն 5 միլիոն է տրվում, 142-ում 4 միլիոն է տրվում, նույնիսկ եթե 10 միլիոն Հայաստանի Հանրապետության տարածքային ոչ մի հատվածում նման գումարով չկան բնակարաններ, այն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելու դեպքում։ Հիմա եթե մենք ստացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի չենք, այսինքն ստացվում է, որ այս ծրագիրը միտված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իշա, այդ դեպքում այստեղից էլ հետևություն, բա ինչու այդ ճամփարի հարցում չեն առաջնորդվում այդ սկզբունքով քաղաքացիություն ունես, թե ոչ, ընտրովի տանում են Արցախի երեխաներին։ Այո, կիրառենք քո նկատմամբ, թե ոչ, այստեղից այդ հետևությունը միայն կարող եմ ես անել։ Դա է հետևում այդ իշխանությունների վարած այս քաղաքականության արդյունքից։ Իսկ դուք չեք կարծում, որ այդ գումարը ինչ որ փոքր այդ իբր թե բնակարան առնելու համար, որով ուղղակի անհնար է առնել բնակարան, տրվում է որպես տոմս։ Այն տոմսն է, երևի ինքնաթիռի կամ գնացքի, ավտոմեքենայի, որով իր ճամպրուկները հավաքած արցախցին կտեղավորվի տոմսի արժեքի մեջ եւ կհեռանա Հայաստանից։ Ես այդտեղ տեսնում եմ Հայաստանը լքելու ծրագրի իրականացման մի հստակ ցուցիչ։ Այո, սա հստակ քաղաքականություն է, որով նաև եթե Հայաստանի Հանրապետությունը այդքան օգնություններ է ստանում, ինքը իբրև բնակվարձ կենսապահովման պայման արցախցիներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը վճարել ու վճարելու է 40 + 10 հազարական դրամ վերջ։ Սրանով եւ դրանով ավարտվելու է 25-ին չի շարունակվելու, բայց կատեգորիաների է բաժանած այդ արցախցիները, այդ այն խավի ներկայացուցիչները, ովքեր առաջին փուլից, երկրորդ փուլից չեն օգտվում, այդ ոնց պիտի ապրեն, եթե պետական մակարդակով պաշտոնյաներին աշխատանք չի, ներքին հրահանգավորմամբ աշխատանք չի տրամադրվում, չեն թույլատրում, պարտադիր պայման նշվում է քաղաքացիության ընդունումը, այն էլ դեռ հարց է քաղաքացիություն ընդունումից հետո արդյոք Արցախի Հանրապետության պաշտոնյաները, վարչական աշխատողները կարող են դիրք զբաղեցնել կամ որևէ տեղ աշխատանքի տեղավորվել, դեռ վերջը չի երևում այդ քաղաքականության, հետեւաբար չեն կարող դրանից եզրահանգել, որ իրենց այդ բանավոր անգամ հրահանգավորումներն էլ կարող է, եթե չլինեն քաղաքացիության ընդունման դեպքում իրենց նպատակետին ծառայեն։ Դա էլ չի, Տիկին Հակոբյան, այո, հասկանալի է։ Հիմա ես ուզում եմ տեսեք, վստահ դուք գիտեք, թե քանի երկրներ տարբեր ուղղություններից, կազմակերպություններ միջազգային գումարներ են հոսել Հայաստան եւ հոսում են
որոնք գալիս են ուղղակիորեն հենց հստակ թիրախավորված, այսինքն ուղղորդվի պիտի արցախցիների համար օգնություն։ Եթե այդ գումարները մի օր նստենք հաշվենք, հա, թե քանի գումար, որքան է կազմում այդ ֆինանսական այդ հոսքը, ես կարծում եմ, որ մեր Արցախի ժողովրդի եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը, առավելապես սոցիալական լուրջ, ասենք, անապահով հատվածը կկարողանար, եթե այս իշխանությունը ունենար ցանկություն եւ նման ծրագիր Արցախահայության բնակարանների հարցը դուծված կլիներ։ Այսինքն ամեն արցախցի կկարողանար իր գոնե իր կտուրը ունենալ իր գլխավերևում։ Իսկապես մի օր կարելի է դա իսկապես հաշվել եւ տեսնել եւ պահանջ ներկայացնել այս իշխանությունից։ Ուր են գնում այն փողերը, որոնք դրսի կազմակերպությունների կողմից որպես փախստականներ տրվում են արցախցիներին։ Նման հարց հնչեցրել եք, որտեղ են պարոնայք մեր փողերը։ Մեզ ոչ ընդունում, ոչ էլ պատասխանում։ Որպեսզի չկարողանաք հնչեցնել։ Այո, մենք եթե անգամ այսպես հնչեցնենք, մեկ է պատասխան չենք ստանալու։ Ես մի առաջարկ ունեմ այդ գումարները։ Հիմա, բայց նաև ինչի են վարկավորում Արցախահայությանը վարկեր տրամադրում բնակարան գնելու համար։ Այդ բնակարանները ինքներդ այդ գումարներով կառուցեք կամ ինքներդ գնեք, տրամադրեք հերթով։ Դե ասացի, ես օրինակ ասում եմ, հստակաբար ձեզ ասում եմ, դա տալիս են տոմս։ Ինքնաթիռի տոմս, որովհետև դրանք բնակարան հնարավոր չի դրանով գնել, բայց ինքնաթիռի տոմս շատ հարմար է։ Ուղղակի որևէ երկիր ու հեռանալու Հայաստանից հեռանալու համար ասում է, չէ՞, այս իշխանության ղեկավարը եւ նրան հետևող ԿՊ-ական մյուս պաշտոնյաները ասում են, իրանք վախ ունեն արցախցիներից, որ արցախցին պիտի գար ստեղ իշխանափոխություն անի, ասում են, մեր իշխանությունը ավելի թանկ է, քան հայ ժողովրդի տեսակը։ Թող տեսակը այդ հեռանա, լքի Հայաստանը, մենք էլ հանգիստ ապահով ապրենք թուրքերի հետ էլ, ադրբեջանցիների հետ, այսպես բարիդրացիական հարաբերությունների։ Չգիտեմ, ես մի առաջարկ էսպես, հա, ծնվեց այս պահին, գուցե պետք է ոչ թե այս իշխանությանը դիմել, որը Արցախին հայաթափել է, Արցախցուց գողացել է իր հայրենիքը, ինչպես հայտնի մեր քաղաքական գործիչներից մեկն է շատ հաճախ ասում, հայրենիքի գողերին դիմել, հայրենիքի գողին ինչ դիմենք։ Պարզեն նրանք պիտի փակեն ձեր առաջ բոլոր դռները։ Հետևաբար գուցե պետք է իսկապես մի օր նամակ նստել գրել այն բոլոր կազմակերպություններին, որոնք Արցախի մեր ժողովրդին գումարներ են ուղարկել, դրսի միջազգային կառույցներ, երկրներ եւ այլն, եւ ասել, որ այդ գումարները պարոնայք միջազգային հանրություն չեն հասել Արցախահայությանը։ Դուք տեղյակ եք այդ մասին։ Գուցե ժամանակն է ուղարկած ձեր փողերի արդյունքները մի հատ վերլուծելու եւ իսկապես Արցախահայությանը օգնելու, որովհետեւ Հայաստանի իշխանությունները վաղուց ձեռքերը լվացել են մեր ժողովրդից։ Ինչ կարծիք եք, գուցե այդ գործընթացը պետք է սկսել։ Իհարկե, եթե մի գործընթացը արդյունք չի տվել, չունենք պատասխան որևէ մեկի կողմից, հետեւաբար պիտի արդեն մենք փնտրենք հիմնակետը, որտեղ է եւ այդտեղից սկսենք։ Իհարկե։ Ես շնորհակալ եմ այդ առաջարկի համար ես շնորհակալ եմ ձեզ այս անկեղծ զրույցի համար, վստահ եմ մենք դեռ կհանդիպենք, որովհետև խոսելու միմյանց հետ իրավիճակ առհասարակ վերլուծելու ինչ է կատարվում մեր երկրի դեմ, մեր ժողովրդի դեմ, մեր չքնաղ Արցախը ինչպես կարող ենք վերադարձնել, ինչ ենք կորցրել, ինչքան ենք կորցրել, այս էլ է իրավական պատմաիրավաքաղաքական, այսպես հարթություն տեղափոխելու կարևոր հարց է, որտեղ կարծում եմ, որ գուցե պետք է համախմբվեն պատմաբաններ, իրավաբաններ, քաղաքագետներ եւ ստեղծի այն փաթեթը, որով մենք պիտի կարողանանք այն ծրագիր փաթեթը, որով պիտի կարողանանք առաջնորդվել Արցախը վերադարձնելու համար։ Համակարծիք չեք։ Համակարծիք եմ։ Իհարկե բոլորս պիտի հավաքվենք, համախմբվենք, միգուցե հնարավոր լինի վերադարձ դեպի Արցախ։ Դեռ հավատում ենք։ Այդ հույսով պիտի ապրենք, Արգին Հակոբյան։ Ադրբեջանը 30 տարի պայքարեց, անգամ իր փախստականներին նա երբեք չդարձրեց Ադրբեջանի քաղաքացի, վրաններում պահեց 30 տարի, որ այսօր վերադարձնի Արցախ ու Հայաստան։ Լեռնային Ղարաբաղի կառավարություն Ադրբեջանում։ Այո։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը Արցախի իշխանություններին փորձում է ցրել, խլել վերջին ունեցած տարածքներ։ Այո, Արցախի Հանրապետությունը թեպետ չճանաչված Տիկին Հակոբյան, դուք այդ շեշտադրումն արեցիք չճանաչված, բայց մակում կան ճանաչված եւ չճանաչված պետություններ։ Ի վերջո Հայաստանը, Արցախը կարող էր հենց այդ դաշտում հստակ իր իրավաքաղաքական պահանջատիրությամբ հանդես գալ։ Եվ ուներ, եւ հանդես էր գալիս, եւ անհասկանալի էր ինչու փոխվեց այս իրավիճակը։ Կարծում եմ, dass համար հասկանալի է։ Այո, շնորհիվ փոխեց այս քաղաքական իրավիճակը։
Դուք արդեն տվեցիք այդ ումի անունը, այնպես որ մեր եթերաժամանակն էլ արդեն սպառվել է, ես ավարտեմ մեր հարցազրույցը, շնորհակալ լինելով ձեզ այս հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ ևս շնորհակալություն։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք տաղավարում ես զրուցում էի Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախկին նախարար, պատմաբան Անահիտ Հակոբյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։